Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Վերականից այս նոր տարին սկսել ենք նորանոր օրհնությամբ, նորեկների գալով, կիսամեռած հոգիների կենդանացումով, սա իրականից մեծ նշան է եւ աղոթների պատասխան։ Թող Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, եթե ասես գնամ մենք, այո, այս տարվա վերջ մեծ բերք ենք ավակելու Աստծո շնորհիվ։ Այսօր մեր քարոզ իրականից լուրջ թեմա է, որ շատ աղանդավորական եկեղեցիներ չեն էլ հիշում սրանք, որը վերցված է Հակոբոս առաջի գլխից։ Ինչն է։ Հակոբոս առաջի գլուխ 22-23 խոսքում է գրված։ Խոսքը կատարեցեք, միայն մի լսեցեք, ինքսիքնիդ խաբելով։ Լսեցիր, հավանություն տվեցիր ու գնացիր։ Եզիկել ասում է իմ ժողովուրդը խստապարանոց են։ Եթե կարդում ես Եզիկել 33-34, ինչ ասում, հատկապես 33-ի վերջը։ Կգան, քո մարգարեական խոսքերը քաղցր երգի պես կխոսեն, ալելույա, ամեն, պիտի ապաշխարենք, բայց կելնեն ու կմոռանան եւ ամեն մեկ իր քամակի կեղտոտ չար ցանկության հետևից ավազում։ Այսօր իրականից այդ մարգարեական բոլոր խոսքերը կատարվում է բոլոր աղանդավորների վրա, որոնք են Սարդիկեի եկեղեցու վարքագիզն ունեն, որ անունով հավատացյալ են, կենդանի են, բայց գործերով մեռած դիակ սատանայի զավակ, մեղքի գերի, ցավի գերի, փորձանքների գերի։ Հիվանդություններն ու ցավերը լսվել է եկեղեցին ու դուրս չի գալիս, որտեղ նզովքը եւ խավարը թագավորում անդ է, որտեղ թագավորում է Սուրբ Օքին, դիվային զորությունները, դժոխքից դուրս եկած ոչ մի դևի զորություն, ոչ մի դևի ոգի իշխանություն չունի, թե մեղ բերող, թե ցավ բերող, ամեն։ Փառավորվի Քրիստոսը։ Այսօրվա թեման լուրջ թեմա է, գրեք քարոզի բնաբանը հաստատող համարները ու ձեր տներում կարդացեք, պարապեցեք, որ լոկ մենակ հավատացյալ անունը չէ, որ ձեզ կփրկի։ Հավատացյալ անունը, բայց աշխարհիկ գործերը քեզ կդատապարտի, որտեղ մեղքի վարձքը մահը։ Սրով պիտի մեռնեն ու բնաջինջ լինեն ամեն անոնք, որ Աստծո եկեղեցու մեջ են, բայց մեղքեր են գործում, ամեն։ Աստծո սնվածը մեղք չի գործում, այս խոսքերով մեզ դատելու է, սիրելի ժողովուրդ, սիրելի կրոնավորներ, մեր արթնացեք։ Արծաթասիրությունը թող ձեր աչքերը չկուրացնի, այդ արծաթը մեկ օր կվերցվի ձեզ մե, բայց ինչի համար աշխատել եք, դա հավիտենական է, սատանայի համար աշխատել եք, տանջվելու եք կրակի լճում եւ դժոխքում, Տիրոջ համար եք աշխատել, փառած դրախտի պարտեզում, երկնքում ու հավիտենության մեջ, հավիտյանը սավիտենից վայրելու եք ձեր կուտակած վարձքերը ու Տիրոջ ներկայությունը։ Լավ մտածեք, ես կյանքն անցողի կա, ժամանակավոր է, մնայունը հավիտենական, ամեն։ Հոն է մեր տունը, հոն դիզեք ձեր գործերն ու վարձքերը, ուրվոց, ցեցը ու ժանգն ապականում, ոչ էլ գողն է պատը ծակում ու գողանում, քանզի ձեր գանձերը ուր եք կուտակում, ընդենել գնալու եք կամ մնալու եք։ Ուրեմն խոսքը կատարեցեք, միայն մի լսեցեք ինքներդ ձեզ խաբելով, իրոք խաբում եք ձեզի, լավա լսացած չլայիք, լավա չկարդայիք, քան թե կարդալով ետքը թողեիք ու գնայիք եւ օտար Աստծո ծառայիք, մեղքեր գործեիք եւ ձեր վրա ասма կատարվավեն հին առակը, որ շունը դառնում է իր փղծածն ուտելու եւ լվացված խոզներ ցեխերի մեջ թավալվելու։ Դու պատկերացնում եք շունը փղծածը, որ ուտում ինձ զզվելի է, դու դրանից զզվելի ես Աստծո առաջին, որ նույն մեղքը հարատև գործում ես, գոնե կիսատ գործի ու նահանջի, ամեն։ Ուրեմն Հակոբոս առաջին 22-րդ գլուխ, սա իրականից շատ կարևոր թեմա է եւ կխնդրեմ բոլոր քարոզիչներին ամիսը մեկ քարոզեքսի տարածներում, որ մարդը լրջորեն վերաբերվի, Աստծո վախով ընթերցի, որ այդ խոսքը իրեն չդատապարտի, հապա փրկի, ամեն։ Ուրեմն Հակոբոս 1:2, Հակոբոս 2:9-ից 10, Մատթեոս 5:17 օրենքի կատարման խիստ հրաման, Մատթեոս 15:7-9, Հռոմեացիս 2:13 եւ Սաղմոս 50:16-23, որ ասում է ինչ օգուտ դու իմ խոսքը լսում ես,
ու ուրիշին էլ պատմում ես։ Քու դատաստանն ես հրատարակում, որ այդ պատմելով դու այդ խոսքը չես պահում, ամեն։ Ուրեմն ոչ թե խոսքը միայն պատմեցեք, խոսքը կարդացեք, հապա լսեք ու կատարեք, եթե ուզում եք փրկվեք։ Որտեղ ոչ թե օրենքները լսողները պիտի արդարանան ու փրկվեն, հապա օրենքը կատարողները այդ համարները բոլորը կա։ Գրեք Հակոբոս 1:22, արդեն ասեցի, թելադրեցի գրեցիք։ Հիմա երթով ընթերցեմ եւ բացատրեմ ու տեսեք ինչքան կարեւոր է։ Հակոբոս առաջի գլուխ 22-23 խոսք։ Խոսքը կատարեցեք։ Ամեն մի չի ասում է 10 պատվիրանները։ Ասո բերանից ելած ամեն մի խոսք պատվեր ու պատվիրան է, ամեն։ Օրենքը, ասո խնդրանքը, աղաչանքը իր դուստրերին եւ որդիներին։ Աղաչում եմ ասում այս ամեն մի բառը պահեք, որտեվ սրանք ձեր համար դատարկ բան չեն։ Երկրորդ օրինացից 32:46-47։ Մովսեսն ասում է այս խոսքերը դատարկ հասարակ բան չեն, ձեր իշտ են, ձեր կյանքն են։ Իսկ սատանան ինչը կուզի ձեզանից խլի։ Ձեր կյանքը, որտեվ նա գիտի առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի։ Հենց նա գալիս է խաղաղությունդ ու սրբությունդ տանա, որտեվ երբ անխաղաղ ես լինում, չարանում ես, էլ ասորեն քո աչքը չի գալիս։ Բայց երբ պահում ես Տիրոջ լման պատվիրանները, բոլոր պատվիրանները, ամ խաղաղ ես, ամ սիրով ես, ամ ցնծում ես, ու մարդիկ քեզ տեսնում են, ուզում են ճանաչեն այդ քո միջինին։ Եվ որպես համով աղ դու նրան կանչում ես ավետարանի ջրին։ Այս սա է իրական կյանքը, որ քո ընտանիքի սիրո հարաբերությունը, օրհնությունները, հրաշքները, առողջությունները տեսնելով քո շրջապատը գա լույսին։ Բայց որ դու անով հավատացյալ ես, բայց Իվան ցավագեր, նզոված հացի կարոտ, վաղաժամ մեռնող, քաղցկեղներով, շաքարներով տառապող, ողբամ Աստծու դվրեն։ Այդ ու մեջնիր լավ բան կա, որ հարևանս էլ գա իքնել դիվահարվի։ Հարևանս գա էլի հարմար օրհնված է իքնել լինի խացի կարոտ։ Դու ինչ լավ բան կաս, անգամ քո երեխեքը չեն ուզում քո ասում ծառայեն, որտեղ լավ բան չեն տեսե քո ասում մեջ։ Կարող է իրոք փոխվել Աստվածդ։ Հիսուսը սուտ Քրիստոսի հետ է փոխվել։ Հələ քննի ոնց որ պտուղը փոխվել է։ Եթե պտուղը փոխվում է, արմատն էլ է ուրեմն փոփոխություն կրում։ Ամեն։ Խոսքը կատարեցեք։ Բոլոր Տիմոթեոսին ասում է Աստվածաշունչ գրքում գրված ամեն մի խոսքը Տիրոջ օրենքն է, որը օգտակար է հավատացյալին շտկելու, հանդիմանելու, սրբացնելու, խրատելու, որ Աստծո մարդը լինի սուրբ, բարի ու կատարյալ։ Ամեն բարի գործերի պատրաստ։ Ամեն բայց դու ամեն չար գործի ես պատրաստ, միշտ պատրաստ ես կռվելու։ Ույս ես լեզվով խեղդես սաղին։ Չէ՞։ Դու միշտ պատրաստ ես կռիվ անխաղություն բերելու, բայց դու միշտ հակված պիտի լինես խաղաղեցնելու, Աստծո խոսքը պահելու, Հիսուսի նման սիրելու, ներելու, Հիսուսի նման քայլելու, խոսելու ու գործելու, ինչը գրված է առաջ Հովհաննես 2:6-ում։ Անոր կսե անոր մեջ հինը հանած Քրիստոս ակած հոգով մկրտված է, անոր մեջ կբնակի։ Հիսուսը քո մեջ հոգով ծնվել կնքվել, հինը անել Քրիստոս ակնել, Հիսուսի մեջ մտնել ու հոգու զորությունով մկրտվել, ներքին անալ եւ կրքերդ խաչել։ Սրանք տարբեր օծություններ են։ Անոր կսե Քրիստոսի մեջ կբնակվի, այնպես պիտի քայլե խոսե ու գործե ինչպես Քրիստոսը, ձեզ կանչող Սուրբի պես դուք էլ սուրբ եղեք, ձեր որ բոլոր վարմունքների մեջ, տանը թե դրսում, դպրոցում, վարորդական իրավունքներդ կատարելուց, հետիոտների հետ, մոյչիգների հետ, քեզ անարգողների եւ գողողների հետ, ամեն։ Բոլորի հետ միապաղաղ, հանգիստ, հանդարտ եւ խաղաղության Աստված ասում է ձեր ամեն հարցերն իր տեղը գցի։ Փողդ մեկից փոխում է խառնում ես իրար։ Մատը լոսուն ուսա, բնչի Հիսուսին թողեց ամեն ինչը վերջացավ, որ էլ հույս էլ չկար նոր փորձիչը 40-րդ օր արդեն մարդը մեռնում է։ Բասա ուր էր Աստվածը։ Ուրա, սարես, կերևա։ Եվ քո հարցերն էլ կլուծի այն նզովված։
Եղբայրներ ասեցին, եթե մենք մեռնենք էլ կրակների մեջ, մեր Աստվածը Նաբոգոդոնոսոր կարա մեզ կրակների մեջ պահի։ Բայց եթե մենք մեռնենք էլ, մեր Աստված արժանի է իր համար մեռնել։ Բայց քո պղծված օրենքներին չենթարկվել է լավ իմացի, որ այս նպատակով էլ չենք լսում, քեզ անարգում ենք, քեզ բարձրացնում ենք մեր Տեր Հիսուսի Տեր Եհովայի անունը։ Եթե դու լսում ես քո մարմնավոր ղեկավարին, ներերին, դու պետք է անարգես ասուն մեծարես իրեն։ Բայց եթե դու լսում ես լման Հիսուս Քրիստոսին ու ավետարանի ամեն մի խոսքը պահում ու կատարում ես, ուզես թե չուզես պետք է մերժես եւ նրանք էլ անարգանք պետք է դերան, դու քո ծնողին անարգում ես, չեմ անարգում։ Աստված ասում է սիրի, բայց որ դու ուզում ես, դու դառնաս արիդ, որ ես քեզի սարքեմ կուրք ու մեղքերի գնամ քո խաթեր պղծություն գործեմ, չես տեսնի հայրիմ, գնա քեզ որ կորցնեմ երկնային հայրը գտել եմ արդեն, ամեն, բայց ես քեզ սիրում եմ ու քո մարկը բարեխոսեմ, որ դու հարված չուտես, կամ էլին ցուտես, որ ապաշխարես, ամեն։ Ուրեմն խոսքը կատարեցեք, միայն մի լսեք ինքսիքնիդ խափելով, այ խափված կրոնավորներն, Հիսուս ասում էր, ինչ օգուտ է, որ մարդկաց պատվիրանները քարոզել տալիս, ես ձեզ բնավ չեմ ճանաչում, Մեկդի գնացեք ինձ մեով անօրինեություն գործող սատանայի զավակներ։ Հովանես 8:34-ում ասում է, ան որ մեղքը գործի, ասո խոսքին հակառակ քայլ կանի, մեղքի ու սատանայի ծառայա։ Հովանես 8:44 ասում է, ան որ սուտ կխոսի, բուն ստության հայրը իր անոթների միջոցով է խոսում։ Նա ստախոս է եւ բոլոր ստախոսների հայր, ստախոս հավատացյալներ, դուք Հիսուսի հետ գործ չունեք, դուք խոսքը չեք կատարում, ձեր հայրը սատանան է, Բեղզեբուղը, ու նրա համար աշխատում եք, ձրի կվարձատրվեք, սուտ մի խոսեք անգամ ասո փառքը պատմելու մեջ, մաքուր անարատը տվեք եւ դա ավելի շատ պտուղ կբերի, ամեն։ Ուրեմն խոսքը կատարեցեք, միայն մի լսեցեք ինքսիքնիդ խափելով, վասնզի եթե մեկը միայն լսե խոսքը, են Եզիկել մարգարեի նման, ու չկատարե, կնմանի մարդումը, որ հայելի մեջ, աչքերը տնկած իր մրոտ բնական մեղսալի երեսը կտեսնի, վասնզի դիտելով կտեսնե, ինքսինք, վայ կասա մեղավոր եմ, ու կանցնի եւ կերտա ու շուտ կմոռնա թե ինչպիսի պիղծոն մաքուր էր։ Ումներ պետք քեզ հավանություն տալը խոսքը, ինչպես որ Սաղմոսիությունն ասում։ Մեկ օր կպատրի մեջտեղից, որ դու հայոյել ես տալում Տիրոջ անունը։ Տիրոջ հավատացյալի անուն կրելով Տիրոջը, հորդ անարգանք ես բերում։ Վայ քեզ, որ քո պատճառով Տեր Հիսուսի անունն է հայոյվում հեթանոստերի մեջ։ Վայերը գլխիդ ասում։ Հիմա տեսեք Մատթեոս Հակոբոս 2-րդ գլուխի 9-10 ինչ ասում։ Եթե մեկը բոլոր օրենքը պահի ու մի բանում անցավոր լինի, նա բոլոր օրենքի դեմն լավ անցավոր ինչ կապ ունի, այսօր չես շնացե 5 օր հետո ես շնացե։ Բայց ինչ կապ ունի գողություն չես անում, բայց պոռնկանում ես։ Ինչ կապ ունի չես պոռնկանում, գողություն չես անում, բայց ստում ու մարդ ես սպանում։ Դատում ու բամբասում ես, ինչ օգուտ։ Հա, նա փոքր մեղքեր են նրանք մեծ, եթե դու ստից չվախենաք շնության եւ սպանության մեղքի նման սուտը չեք թողի։ Սուտը ամ շնություն է, ամ սպանություն։ Շնանում եք դևերի հետ, սպանում եք Հիսուս Քրիստոսին։ Տեսա՞ք, բամբասանքը, դատել այ հպարտ, չարանալը, նախանձը, Քո սիրտը չարա, որ դու նախանձում ես եղբոր կամ քրոջ բարիքի համար։ Դու էլ նվիրվի, դու էլ ստացի ով է քո դեմը բռնե։ Կարող է ասով ինտիլը մենակ իմ ձեռնա, օրհնության, բայց բարին գործացանա, որը ստանաս հառատությամբ ցանող, հառատությամբ պնձում, սակավ ցանողը, սակավ անձում, չցանողը չի ստանում։ Մեկ օր մեկ քույրիկ բողոքում անչես ընց լավ։ Անաջողություն պատեց, չի օրհնվում տունս, ասի ցանածդ ես ընձում, կարող է բազուկ ցանեմ կարտոլավքեմ, ցանածդ ընձում ես, ինչ եմ արել, ու քննի տեսա ժլատ, սկպո,
Ոչ ուզում տիրոջը բաժին անի, ոչ մի հատ ողքատին մի բան փորձի։ Ինչի մեր էլ է թափում, մենք վարգով տոկոսով ենք ծառայել տիրոջը։ Գրքեր գրականություն արել, մեկը խաբար չի ելե։ Հենց այսօր էլ դու խաբար չեք մեր լուծերից, ինչի տակ ենք մտնում, ինչ ենք անում, անուն Աստծո, անունի ու փառքի համար։ Հայ ես իմ համար եմ անում, դուք պարտական չեք այդ լուծը կրեք։ Բայց դուք էլ ձեր չափով լուծ պետք է կրեք ձեր համար։ Կրեք, լավ չեք կրի, ես կորտվեմ դու չէ, ամեն։ Չկա տես բան դու Աստծո համար մի բան ունես ու ինքի քեզ սպորտ մնա։ Ինչքան շատ անես շատ ես ստանալու, ամեն։ Փորձը պատեսնես, բայց նախ սրբություն, ետքը նոր բարի գործերով, ողորմություններով վարձքերի դիզում։ Եթե սրբություն չկա քո բարի դու բարի չես, նո՞, եթե դու բարի չես, ելիշ բարություն։ Ենի անում ես փառքի դմար, որ քեզ մեծարել, ըստ քեզ մեծարող չկա։ Հույսդ կդրա գնա։ Ստե թաղող կա քեզ, լավ, ես մակարդակով անարգանքի գերեզմանություն կհողարկավորեն, քարը քաշեն գլխիդ, որ չլնես վեր։ Այդի հարի դրա համար։ Մեծարվել չկա, ստե փառավորվել։ Փառավորվելու լիրա ես կփառավորեմ, ինչի պակաս փառամոլ եմ ելե։ Եթե ես չեմ փառավորվում եւ զզվում եմ դրանից, ինչ հովիվն այն կլինի հոտ, ամեն։ Ուրեմն տեսեք, բայց եթե ասում աչառություն է, որ մեսօր եկեղեցիկա շնությունը մեղ չի համարում։ Բայց Հակոբոս ասում է, եթե անգամ աչառություն կանես, մի զավակիդ են մեկելից շատ կսիրես, հատկապես չար զավակիդ կոտես, բարի զավակին ավելի կսիրես։ Հա, քո մեջ ուրախ են, բայց նրա վրա խղճա օգնա, որ կունա, նա էլ բարի դառնա, նա էլ շտկվի, ամեն, նա դժոխք կա գնում։ Նրա վրա ավելի ժամանակ ծախսա, ավելի աղաչա, ավելի հորդորա, ամեն, որպիսի նա էլ դժոխքի ճանապարհից հետ գա, փառավորվի Քրիստոս։ Ուրեմն, բայց եթե աչառություն կնեք, մեղքը գործեք ու օրենքեն, պիտի հանդիմանվի կորինազանցների պես, աչառության մասին մեկ-երկու տեղ է հիշում։ Սասկի պատվիրանների մեջ գրված չի, բայց գրում է ուրեմն բոլոր օրենքի դեմ նրան անցավոր, ամեն։ Քանզի ով որ բոլոր օրենքը պահե ու մի բանի մեջ անցավոր լա, անիկա ամենու դեմ, ամեն օրենքի դեմ անցավոր է, կամ գողես, կամ շնացող, կամ մարդասպան իշկապ ունի, մեղսա գործես, պետի դատապարտվես, մեղքի վարձքը մահ է, սրով պիտի մեռնեն ու բնաջինջ լինեն, Աստծո ժողովրդի մեջի բոլոր մեղ գործողները։ Աստուց ծնվածը մեղ չի գործում, ով որ մեղ կա գործում, սատանայի զավակա, առաջի հովանու լթուղթը ծիրիսեր կարտացեք, քանի տեղ ասում դու սատանայի զավակ եք, մեղ գործող ավատաչյալ։ Ադամի մեջ եղածը չի կարա մեղ չգործի։ Քարոզը կա այդես Քրիստոսի մեջ եղածներ, որ հինը հանե Քրիստոս ակե, չի կարա Հիսուսի նման սուրբ չլա, ամեն։ Ստեյականը դու ում մեջ ես, ում ծառան ես, Քրիստոսի թե սուտ Քրիստոսի, նրանից էլ կվարձատրվես, ամեն, և երկրի վրա, և գործերով, և ավիտենությամբ, ում համար ես աշխատում, երկուստ էլ ձրի վարձքեր են տալու, չարը չար վարձքեր, բարին բարի վարձքեր, հիմա որոշի, լեզուտումը մարես այսօր շատ նոկտագործ է, միտքը տումը մարես այսօր շատ օգտագործ է, առավոտյան կանուխ արդեն կեսօր է, աչքերդ վիրն ես տվե, YouTube-ին թե գրքին, հելել ես առաջին ինչ ես արե, աղոտ թե բամբասանք, պարզ իմանում ես ենի դեպի ծարանա, բամբասող, ենի աստո ծարանա աղոտողը, աչքերը գրքին տվողը տիրոս ծարանա, YouTube-ին տվողը սատանի ծարանա, ամեն, սատանան, Սատե YouTube-ը, սատանայի սարդոստայնը, հմնիտ կաշում կծուն մեջ։ Ես ասում եմ բացի քարոզներից ուրիշ բան մի լսեք, էտ էլ մի լսեք, Հիսուսի քարոզը գրքով լսեք, ամեն։ Քարոզ մհանա, կրքերս ագենա, ինտերնետում, TikTok, դոսում են էտ դու TikTok չունես, բայց էտ էլ մոց է, ունենի պրզնի։ Հասկանում ես, ում ես տվե միտքդ, ում ես տվե աչքերդ, դու էտի պարս լոգարիտ լուծել չէ կամ գծագրություն բարդ, հիմա Շուշաննա գծում, որ տենում եմ շշկրվում եմ իշ գծագիրանում, հարս դու ումն ես տվե աչքերդ, ումն ես տվե ձերքերդ, ուրա գնաց է ոտքերդ, ինչի ամարա գնաց է, պարզ անալիս, քննելուց առաջ էլ հիմա տազնա քննություն արա, երկուսըդ նշանակա գոնե վաղը երեքի աշակերտ կդառնաս, ժամանակ չունեմ, քնում եմ, տկար, բետ կլնեք,
Հələ էլ առավոտյան կանուխ տիրոջ երեսը փնտրատենամ դու տկար կլինես։ Հələ էլ ջերմերան դաղոտ կարա Հակոբի նման տերասա քանի չորնես չեմ թողի։ Ես իմ ամեն հարցի լուծումը գրքում եմ գտնում, վերջ։ Ամեն քսլանք սուտ խոսքը մնա ճշմարիտ լտենամ Տերը չի օրհնի, Տերը իր բժշկության զորությունը չի հաստատի, Տերը իր անունի համար կոնի, այ անարժան։ Քանի որ ով բոլոր օրենքը պահե, ու մի բանում հանցավոր լա, անիկա ամենուն պարտական կլա։ Տեսեք, վասնզի ան որը սավ շնություն մին էր, նաև սավ մի սպանիր։ Ուստի, եթե շնություն չնես, բայց սպանություն ունես, ինչ օգուտ, հանցավոր ես դու, բամբասով ես, ստի օր զավակ ես, օրինազանց կլաս, այնպես խոսեցեք, ուշադիր ձեր խոսելուն շատ եք աշխարհիկ բառեր օգտագործում, այնպես խոսեցեք ու այնպես ըրեք, որպես թե ազատության օրենքովը պիտի դատվիք, վասնզի դատաստանը անողորմ պիտի լա անոր, որ ողորմություն չի ներ, ու ողորմությունը բարի գործերը պարծենալու են դատաստանի օրը, չհասկացած, չպատկերացրած, մանկական են, որ խշմտանքը չի զգացրել մեղքերը ներելու, չգիտակցված մեղքերը քավելու համար, ամեն։ Փառավորվի Քրիստոսը, Մատթեոս 5:17-ն ինչ ասում ժողովուրդ, օրենքի Աստծո խոսքի հանդեպ ինչ ա դնում, բոլորդ կարդացել եք այս խոսքը, ու բոլորդ կդատվեք, եթե չպահեք, եթե խոսքը չկատարեք, խոսքը կատարեցեք, միայն մի լսեցեք ինքսիքնի դատապարտելով, ձեր դատաստանը դուք իրականից ձեր մահվան հրովարտակը ստորագրում եք։ Հիսուսն ասում է, ես չեմ, շատ տեղեր կա, Հովհաննես 12:42-ից ընթերցեք մինչև վերջ։ Հիսուսի դատումը խոսքով։ Ասում է, ես չէ, որ ձեզ պիտի դատեմ, այս խոսքը, չի ասում պատվիրանները, այս խոսքերը, որ ես ձեզ խոսել եմ ու դուք զանց եք արել, արդեն եսի ձեր դատն արել է երկրի վրայից սկսած։ Դրա համար ցավերը նզովքը թափում է քո տան վրա ու դու չես բժշկվում եւ չես օրհնվում։ Դրա համար Տերը տալիս է դևերը տանում են քո տան օրհնությունը։ Օրինացիս 28:33-ն ինչ ասում։ Դու կաշխատես եւ քո աշխատանքը ցիրուցան կլինի։ Մի այնպիսի ժողովուրդ կուտի, որին չես ճանաչում, քննեք լավ, որը տես չեք, ուրեմն փրկված եք։ Որը տենց եք զանգեք ձեր մեղքերն ասենք։ Մի ձեր վարձկան ծախված կրոնավոր հայրերին լսելով դժոխքի գազելում հարատևեք։ Թռեք փրկվեք։ Չեն թողում դուրը բացվի, դե գործիկ կա, մուրճիկ տվեք շուշեն թող կոտրվի, գլուխ կոնցի տվեք թող ոտը ջարդի։ Բայց կբժշկվեք Ֆիլադելֆիայի գնդում։ Միայն մի գնացեք ընդասմա միաբան մահը հարսանիքից լավա։ Չեմ ուզում մեռնել, դու շահ ունես, փողով ծախիր ես հոտը, ես փախնում եմ այդ վարձկան Բաբելոնի անառակի հոտից, ամեն։ Ես ուզում եմ խոսքը պահող հոտ, խոսքը սիրող հոտ, խոսքի համար իրես պարանոստերը դրող հոտ, մեռնող հոտ, որ խոսքի համար կմեռնեմ, բայց զանց չեն անի, ամեն։ Այ միայն սրանք պիտի տեսնեն Տիրոջը։ Մի կարծեք, եսի Հիսուսն ասում մեզ, փարիսեցիները չէին պահում օրենքը, կարդում չէին պահում։ Հիմի նույնը Հիսուսն ասում, մի կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեներն ավրելու։ Ավրելու չեկա, հապա խստացնելու եւ կատարելու։ Խստացնելու եւ կատարելու մինչեւ երկինքն ու երկիրը անցնին, օրենքից մի բիծ չի կարող անցնի, ինչը որ գրված է, չկատարենք ու չկատարվի, ամեն, չկատարենք ու չկատարվի։ Ամեն, ես չեմ օրինել։ Ու տեսեք, են սրանից հետո ասում է ոչ թե ամեն ինձի, ես պրոստը տեղ չի անի, ժամանակը չի երիքի, որ սող քարոզեմ։ Տեսեք ինչ ասում, ոչ թե ամեն ով որ ինձի 7-21-ից մինչև 23-ը։ Տեսեք խոսքը կատարողներին Տերը կգովի կփրկի, թե խոսքը զանցարող քարոզողին ու զանցարողին։ Ձևական Տեր ասողին ու չպահողին։ Ասում է ինչու եք ինձի Տեր ասում ու իմ խոսքը զանց եք անում։
Եթե ես հայր եմ, ուր է իմ հարգանքն ու պատիվը եւ հնազանդությունը։ Եթե ես ձեր տերն եմ, այդ ծառա ուր է քո հնազանդությունը։ Չէ, խոլոք խուճուճ բարեր ասելով չի։ Մի քարոզա, բայց կյանքն ապրի, կյանքդ քարոզից վեր ամեն։ Քեզ տեսնողը Աստծո ջրին կգնա։ Ոչ թե ամեն ով որ ինձի տեր կսե պիտի մտնի երկինքի թագավորություն, հապանի կա որ իմ երկնային հորս կամքը կկատարե, հոր կամքը կատարել իշտ է, հոր պատվիրանները պահեն։ Ամեն թե զանցոնել։ Թե հայր կգնամ այգի, բայց չեմ եթում։ Դով ես որ գնամ։ Իսկ են մյուս ասավ չեմ գնա, բայց զղջաց գնաց։ Ով կատարեց հոր կամքը, երկրորդը, որ մերժեց որը, բայց խղճահարվավ։ Ասավ չէ իմ հայրն օրժանի է, ինչ է խնդրում զնից։ Ելավ ու գնաց։ Հեսօրենի չէ, որ դու հավատացյալ անուն ունես։ Հավատացյալի գործերն են դրվելու դադաստանի օրը նժարին ամեն։ Ամենքը դատվեցան ըստ իրենց անունի, ոչ ըստ իրենց գործերի։ Քո հավատալով ու կյանքը չապրելով դու զզվելի ես ու գայթակղություն ես անում հեթանոսների մեջ։ Տեր կասեն, չէ, ոչ թե ամեն ով որ ինձի տեր կսե, պիտի մտնե երկինքի թագավորություն, հապա անիկա, որ իմ երկնային հորս կամքը կատարում, որ կամքը կատարողն Հիսուսն է ու մենք էլ նման Հիսուսի նման պիտի օրենքը կատարենք, ոչ թե մեր զորությամբ Ադամի, ապա մեռնելով եւ Հիսուս Քրիստոսը մեր մեջ ծնվելով, չափած դառնալով, Քրիստոսը մեր միջից դետ օրենք պահի, մենք օրենք պահող չենք։ Շատ կրոնավորներ խապված են նզովյալ Ադամի զորությամբ, հին մարդով ուզում են օրենք պահեն, չի ստասիոն ընթաց սայթակելու ես, նա խապե պայա, քեզ կխապի, կոսա դու կփոխվես, դու ունձի ապավինա, դու լավն ես, կխապի վերջում դժող կտանի։ Դու չես կար ազատվես, բայց որ տիրոջը ապավինես, չես կարա չազատվես։ Իսկ տիրոջն ապավինել ամեն օր սնել, ամեն օր աղոթել, ամեն օր պաշտամունքի հոգիով, զզվել իր հնից, սիրել նորը, ամեն։ Իսկ նորը Աստծո խոսքն է, սրա համար կյանք դիր, պարանոց դիր։ Շատերը այն օրը ինձի պիտի ասեն, Տեր, չէ որ քո անունովը մարգարեություններինք ու քո անունովը դևեր հանեցինք, հանեցինք, քարոզինք, սաղ ինքի վրա եսիկի։ Ու քո անունովը շատ հրաշներ արինք։ Մետեղ ասում է դու արիր մեր միջոցով, չեն կարա տես խոսեն կրոնավորները, հետները լսպես ես լավն եմ, ես ընդիր եմ, ընձի չեն ասկնում, ես, թաղեմ, եսըտ։ Շենուդան ասում է դու որ քեզ չես ճանաչում, ոս կարաս ճանաչես քեզի արարողին, որ դու կույր ես, հելը որ դու գիտես բարի անգամ միտ կոմեչըտ, Պողոսը Ռոմեացիների 17-ում մտածում էր բարի կամքը Իրանն է, դրա համար սայթակեց։ Իսկ Փիլիպեցիներին ասում է Աստվածը, որ մեր մեջ դնում է բարին անելու կամքներ, ֆինանսներ, կարողություններ, զորություններ, որ միայն Տերը փառավորվի Հիսուսը։ Որ ամեն բարի բանը անկե անով եւ անոր փառքին ծառայի։ Այդ Տերը այդ եկեղեցին ու այդ անատը կորնի։ Այնատեն Ուշադիր, այնատեն հայտնապես անոս պիտի սեմ 23 խոսքը, թեկուզեսի մեզ խոսքերի չեղվա, բայց հոգին բերես, նույն բանն ասում, այնատեն հայտնապես անոս պիտի սեմ ես, ձեզ, բնավ չէի ճաշնարումը, սուրկյան կաբրողներին, կավլիցի, խոսքը ծռողներին, մեկ դիկացեք քովես դուք որ անօրինեություն կգործեիք այդ սուտի իրաշներն ու սուտի մարգարեությունները ցույց տալով եւ իմ կույր ժողովրդին խափելով դրա համար ավելի դաժան դատաստան եք կրելով արցկանով իբներ Հռոմեացիների Մատթեոս 5-ի 7-ից 9 ինչ ասում կեղծավորներ աղեք մարգարեություններ ավ Եսայան ձեր վրայով ու սավ ինչ ասավ հələ տեսեք ինչի նոր է Աստծո պատվիրանները մերժել էին Կարենի պատվիրաններն են դրել Մամիկոնի պատվիրանները Պավելի պատվիրանները Դու տրորեմ Կարենին էլ, Պավելին էլ, վճոյն էլ, խճոյն էլ, սրանք ով են, որ Աստծուց վեր դասես, ասես Կարենը չի ընդունում էտի, Կարենը սատկած որդն է, ասում եմ մենք զորություն չունենք Աստծո խոսքին հակառակվելու, մենք զորություն նստացել ենք Աստծո խոսքը պահելու մեջ, ամեն,
Դու բախվում ես Աստծո սրին դրա համար շաքարախտը, գանգրենան, քաղցկեղը, ամեն աշխարհի մեջ հիվանդությունները թափելա, վարձկան ծախված հովիվների վրա, ու չի թողում, որ ժողովուրդը քննի իրեն, զոմբի է սարքե, դու ինչ իրավունք ունես հիվանդը լաս, որ դու պետք է գայիր հաստիր հիվանդի տուն դևերը որնալով փակ չէին ըստ Հակոբոսի 5-ի, 14-16, բայց դու ես հիվանդ, բժիշկ մի հատ քո անձը բժշկի, որ դևերը քեզնից վախենան, գոնե ուրեթաս մեկ քիչ միաբան աղոտ կանես, սարսափեն փախտեն հիվանդները բժշկվեն։ Հատոր համար ցավերը լսվել են եկեղեցին ու չեն հեռանում, որտեվ դա պատկանում է Գողիաթին։ Գողիաթն ասավ, եթե ձեր մեջ մեկը գա ու ինձ աղթի, մենք փղշտացիներովս բոլորս ձեր ծառաներն ենք, ամեն։ Բայց եթե ես աղթեցի, դուք ձեր թագավորով անդերձ, մեր ստրուկը պիտի լաք։ Հիշում եք Ամոնացին ասավ, մի պայմանով ձեր դաշին կդնեմ, որ ձեր աչքերը քորացնեմ։ Եվ աչքը հոգևորի խորհուրդն ունի, որ կուրացրել է եւ Սամսոնի նման այսօր վարսկան հովիվները անունով քրիստոնյա եկեղեցիներում աշխատում են փղշտացիների համար, ջրաղացի քար են պատտեսնում եւ սատանայի ջրաղացն են, ջրաղացին են ջուրացում, ամեն, նրանք Տիրոջ հետ գործ չունեն, հեղի տամպես ասավ, ձեր տան վրա գրված է իքաբոտ փառքն ու զորությունն հեռացած, Հեսու ասավ, մի հատ աքարի մար գնացել եմ, իզուր ես գնում, քանի աքարին բնաջից չանեք մեղսագործին, ես մի եղբորն ասեցի, քանի ձեր միջի աքարները դուրս չգան, Տերը ձեր մեջ չի գասի, ձեր մեջ աքար չկա, Հոկտեմբերյանի եղբայրներից հետ, ասավ սովս աքար են գլոսա, ձեր մեջ մեկ սուրբ կա, սրբությունից ասում է, խոսում ենք, ձեր են օրնում, Էլը թե ոնց կարա, իզոր պղծությունից ենք խոսում, այո եւ ամեն, մենք պիղծ ենք, մենք այլանդակ ենք, մենք մինչև վերջել պիտի այլասերվենք, Հիսուս կա մեզի սրբի տանի, հնչի երկինքը ժեխանոց, թե սովետաշենի զիբիլանոսն է, հոգևոր, մեղքի վարձքը մահա չեք մտնելու երկինք, մեղսագործը ոչ շնացողները, ոչ գողերը, ոչ ստախոսները, ոչ պորնիկները, ոչ կախարդները, Ձեր գրքերում չկա, որ երկինք չեն մտնելու, ձեզի ծանոթ ունեք, երևի ինդ է, գիտեմ էդ խապիպա ծանոթը ձեզի ուր կտանի, կխապիկ ասես ընդ մարդ ունեմ էլի, դուք ընձի լսեք, ես ձեզի երկինք կմծնեմ, վերջում կտանա վարվռան դժողքի որովայն, վերջում էլ կրակի լիճ, ամեն, դու լսեք էդ խապիպային, ընձել ասեք գիժա, սաղին դատում է, ճիշտը խոսելը դատելը, ասում եմ մեղքի վարձքը մահա, մեղք ես գործում, սատանի զավակ ես, սուրբ կյանք ես ապրում ես առաջի Հովանու 3-րդ գլխի, Աստծո զավակ ես, այստեղից է երևում սատանայի զավակները, ասը որդիները, գրված չի ձեր գրքում, մայրամ գրված է քոնու մեջ, դու ուրիշ թարգմանություն ես գործում, քոներ անուշ, հիմնել է գրուկ, բատանքին չեն կարդում, չգիտեմ, ինտերնետում էլ է գրուկ, Օնլայն են ընթերցում, արդեն Աստվածաշունչ այնքան են լկստվել, պլանշետ են սարքել, ջան չեն անում, որ Աստվածաշունչ բռնեն ձեռները։ Դենի ներիննա, չի իր աստերն է տվե այդ պլանշետները։ Բնական Երանի մագաղատներով են 5 գրքերը մեր ձեռնելներ, ամեն։ Այդ էլ մեր առաջի դարի նման, փառավորվի Քրիստոս։ Հիմա տեսեք ինչ ասում, այ ժողովուրդը միայն շրթունքներով զիս կպատվի։ Բերանով ընծի տերադավանում, գործերով սատանին ածարայում, բայց իրենց սիրտը, այս ժողովուրդը, իմ ժողովուրդը, Եսային ասում է իմ ժողովուրդը ապստամբեց ինդ է, կրկնապատիկ մեղք գործեց Երեմիան ասում, դրա համար ցավերը թափան վրները ու հաջողություն չեն ունենում, դրա համար բաբելոնացիներն եկան սպանեցին, հղիներին ճղեցին ու իմ տաճարը քանդեցին անք, որ զզվեցի ու հեռացատից, այս ժողովուրդը միայն շրթունքներով զիս կպատվե, բայց իրես սրտերը բաժանված, հեռացած են, բայց իրես սրտերը հեռացած զատված են իզմե, ուշադիր, պարապ տեղը պաշտամունք են անում, բայց ումը կպաշտես, կրոնի ոգում, թե Տիրոջ սուրբ ոգում, պարապ ես դու կրոնի ոգում, Բեղզեբուղին ես պաշտում, ստախոս, խապեպա, բամբասող բնությամբ, տամեն, և իրեր իրանց անուններով են կոչում, մեղքն աշխարհն է քո մեջ թագավորում, դու աշխարհի Տիրոջ ծառա ես,
ու պարապ զուր տեղը զիսկը պաշտեն, իզուրա իրաս պաշտամունքը։ Ժողովուրդ դրա համար չեմ ուզում դուք իզուր գաք ստե գնաք, ինչքան մեղքեն այդ կրոնավորները 20 տարվա եսասեր քույրիկն եկե ավելի եսասեր ադառ։ 40 տարվա քույրիկը հարսը չի կարում իր խոսքի խոս բերի։ Ույթում հաղորդություն ընդունում, այրն ասում է տրիվոգը համար մեկ արեշ եկավ, պատրաստվեք զենք, պոցում կա, պաշտպանի ջվան, դևերով կմտնի տունը։ Ու ես հովիվը չի գալիս այդ քույրիկին տեն այդ հրեշուհին ինչ անում տունը, հաղորդությունից ա եկե։ Զորություն ա իչե վրեն, դևերի զորություն բերում տուն։ Տիրոջ զորությունը որ գար այրդ կապ աշխարհեդ։ Քո աղաչանքն ու աղաղակը փոխված վարքը տեսներ, հարսդ կփոխվեր, քեզ կսիրեր մոր պես, ամեն։ Ու դա ցույց կտար, որ դուք երկնքի խաղաղասեր ժողովուրդ եք։ Պարապտեղը զիս կպաշտեն, մարդոց պատվիրած ավանդությունները։ Փիլիսոփա են, ասում են որտեղ ա գրած, ասում են ինչ կապ ունի։ Այ ողբան վրեդվար գիրքը կապ չունի, բա դու ինձ հետ իմ ասու հետ իշ կապ ունես։ Գիրքնա չէ մեզի կապ է, գրքի աստվածնա չէ մեզի բեր է, գրքով են չէ մանեկ է իրար գտե, մթամ ուղիղ ենք, բայց դեր մենք ոչ մի բար մեր ուղիղ չենք, ամեն կրոնի մեջ, բայց փառավորվի Տերը, որստե մի բան չկա, որ մեկը տեսնի, ծուրեն չուղղվենք, ամեն, բոլորի Տերը կարա օգտագործի։ Ես են անկյունակարերն եմ վեկալ է գթե դրետեղը։ Դու երենա փոքր քարերը դիր, որ տեսնում ես բացա, բայց քար չհանես գլխիդ կտամ այդ քարը, ամեն։ Չփորձես քար անել կամ քո դիվային հաճույքի կրքոտ մուրճով Աստծո խոսքի որևէ քար փոխել։ Քարը գլխիդ կտա, ես էլ չտամ Աստված կգցի գլխիդ ու դուրս կգաս տից, ամեն։ Եվ վերջինը Աստծո ժողովուրդ Ռոմիացիների 2:13-ը ու Սաղմոս 50-ի 16-23-ով փակենք։ Անգիր պետք գիտեք իմանաք այս համարները։ Ռոմիացիների 6:13-ը ինչ ասում։ Ոչ թե օրենքը լսողները Աստծո առաջ արդար են։ Բարձ գրված է հապա կատարողները, ոչ թե կա օրենքը զանցանելու, ապա խստացնելու եւ կատարելու։ Այն Հիսուս տեսի Պողոս, ենի Պետրոս։ Ամեն։ Ձեզ կանչող սուրբի պես դուք էլ սուրբ եղեք, իմալ ինքնա հոր կամքը կատարե, ըննցել չեն պետք կատարենք, որ իրապես սուրբ լինենք, իրապես, ուրեմն իրա նման հնազանդվել Հայր Աստծո կամքին, որ Աստվածաշնչի ամեն տառն ու վանկն ամեն, ես ու դու լինենք սուտ, Աստծո խոսքը մնա ճշմարիտ ամեն, սեք ամեն, չավելացնեք ես գրքի խոսքերի վրա ու չպակասացնեք ամեն, բեսի գրված է։ Իսկ նրանք ասում են ոչ չամեն։ Մի եղբայր ասում է սատանին փոխանակ ասենք, ետից գնաս մենք մոտից արի մեր եղբայր սատանա։ Եվ դու մեղքին ասում ես չամեն, կանչում ես։ Իսկ եթե ասո խոսքին ես ասում ամեն, ասում է ասուն մոտիկացեք խոսքին ամեն ասելով ու պահելով։ Եվ սատանան ձեզանից կփախչի։ Խոսքը մերժեցիք, սատանային ասում ես մոտից արի մեր եղբայր սատանա։ Արի, մենք քեզ շատ ենք սիրում, մենք շատ աշխարհիկ ենք, մենք ուզում ենք քեզ նմանվել, աշխարհին նմանվել, պրոշներս լցել, թշիկներս ներկել, հունքերս փիդռել, տատոնել, զայով կգնդե, մազեր հանել, ինչ ասես, աշխարհ, Եգիպտոս, մենք շատ ենք սիրում Եգիպտոսը եւ Եգիպտոսի տիրակալին։ Դե Եգիպտոսի ցավեն էլ թափում տանը տեղից եկեղեցուց գլխի։ Ոչ թե օրենքը լսողները Աստծո առաջ արդար են, հապա օրենքը կատարողները կարդարանան։ Օրենքը ասում յուրաքանչյուր բառն է, Տիմոթեոսին ասում է, Աստվածաշնչի ամեն մի բառը Աստծոյի շնչով գրված Աստծո խոսքն է, որը օգտակար է հավատացյալին շտկելու, հանդիմանելու, խրատելու, որպեսզի Աստծոյի մարդը լինի սուր, բարի ու կատարյալ։ Ոչ կարդամ ոնց իմանամ շնությունը մեղ կա։ Ոչ կարդամ ոնց իմանամ բամբասելը մեղ կա։ Որ չկարդամ ոնց իմանամ նախանձը մեղ կա։ Ուրեմն Աստծո խոսքը պահելով մեղքը դուրս եմ բռնդում։ Աստծո խոսքը զանցանելով անարգելով կամ կարդալով չպահելով կամ հավանություն տալով, բայց գործնականում չենթարկվելով։ Ես ծառայում եմ սատանային, հավատացյալ սատանա։ Ասում է դևերներ են հավատում ու սարսափում, ինչ օգուտ։ Հավատացյալ չարագործ, հավելի վատ, քո պատճառով Աստծո անունն է հայոյվում, ամեն։ Հավելի լավ դու ես հեթանոս չարագործ։
ոչ թե հավատացյալ Քրիստոսի անունի տակ չարագործ, որ քո անունի, քո կատարած գործերի մեր հայոյվի Քրիստոս, վայերը գլխիդ, դժողքի որովայն ես գնալու, իշի խոսքերը տիրոջ օգով ասված։ Վերջաբանը, հիմա տեսեք էսի բոլոր կրոնավորների դատաստաննա, արձանագրուկ ստե, գրուկ, սակայն Աստված ամբարիշտ հավատացյալին ասում, հավատացյալա, չէ որ տիրոջ օրենքը գիտի, սակայն Աստված ամբարիշտին կսե, քեզի ինչ, որ դու իմ օրենքներս կպոդմես, այ փառասեր, ցուցամոլ, ու իմ ուխտերս բերանիդ կառնես, քե ինչ, ինչու ես անում էտի, դու քո դադաստանն ես շատացնում, Ղուկաս ավետարանում գրված է ով որ բարին գիտի, ու չի անում ավելի շատ ծեծա ուտելու, քան թե նա ով չիմանալով է մեղք գործում, ամեն։ Քեզ ինչ, որ դու իմ օրենքներս կպատմես, ու իմ ուխտերս բերանդ կառնես, վասնզի դու խրատ ատեցիր, ու իմ խոսքերը ետից ձգեցիր, գողը տեսնելով անոր հետ միաբանեցար, ու շրացողների հետ բաժին ունեցար, ամեն, գողը տեսնում ես ընկերանում ես, շրացողների հետ բաժին ես ունենում, բայց հավատացյալ ես դու, ապեր ասում եմ, մի նայի բարերիս, Աստված սրտին է նայում, հակոստիս մի նայի, Աստված սրտին է նայում, դες մի հատ բանք է, Աստված սրտին է նայում, ու իրան բացում, Աստված սրտին է նայում, հետևը բացում, Աստված սրտին է նայում, դոշերը բացում, շնության մղում, իրան լկտի վարքագծով գայթակղություններ, անում Աստված սրտին է նայում, բսրտից տայել այդ լկտի ցանկությունը, որ իշկա չկա բացերես, մի քարոզիչի եմ լսում, ասում այս կիները նման են կովերին, շշկրվա այդ քարոզ, ասում խո իմ կինը կով չի իրեն բացի, վայ ասի տեր ջան թեկուս կոպիտ համեմատությունա, կովնա չի իշ գրգրիշ տեղեր ունի, բաց ու բրախ մանկանում, Ամերիկայից քարոզիչ էր մի հատ խիստ, թեկուս ոչ թե նա համեմատում է, որ կինը կով է, իրոք անասունը իր ամոթալի տեղերը կբացի մանկը գա, Քավլից ես կնոջը կով անվանեմ, բայց թեկուս գիրտն ասում է անասունների պես են ու պտի կորեն, իրոք անասնական կիրտնա երու մտու մեջը, որ չապ ու ձևը կորցրել է, ստիքները բացած մանակալում, կովն էլ է բացած մանգալում, հետ է բացած մանակալում, կովն էլ է բացած մանգալում, կովից ինչով է տարբեր, նամուս, թասիբ, են մակրություն, սրբություն չունի, նա արջվում է, որ իրանը մի քանի հատ ծուլիգներ են նայում, խոսքի տղամարդիկ, կովն էլ էտի բնազդով ունի, կոպիտ համեմատություն է, բայց շատ տոշնի, քեզ ինչ որ դու իմ օրենքներս կպատմես, ու իմ ուխտերս բերանդ կառնես, վասնզի դու խրատն ատեցիր, ու իմ խոսքերս մեջքիդ ետևը ձգեցիր, կարդում եք դա, եսի մեր դարին չի վերաբերում, ես ինձի չի վերաբերում, ամեն ուրիշին է վերաբերում, մենակ լկտիությունն է քեզ վերաբերում, գողը տեսնելով անոր հետ միաբանեցար ու շրացողների հետ բաժին ունեցար, վերջի դադաստանը տեսեք, որ նման աղանդավորների, ցավեր, փորձանքներ, վաղաժամ, մոյրոս, օբշիրդի ինֆարկտ ստացա, վոմբիոնի կուշտը չոկա, քարոզի ժամանակ երիտասարդովի, ոսում ես ինչ արդար էր, այմար օմբիոնի մոտից դրախտ գնաց, բոլոր վաղաժամ մահերը գնում են դժողք, եթե չեն նահատակվե ասո համար, ոչ մի հայր չի ուզիր ազ հավակը վաղաժան մերնի ամեն, եթե նա եկերեցությունը աստված կուզա եկերեցին մնա անսյուն, հա որ ծերանա 90 տարեկան, 80-ից է իան, էդի տերը կարա սրպի իրա օրնել ասի է պատան, բայց ոչ եկերեցում ես քարոզի ժամանակ, որ ժողովուրդը կոտված ահարել է, շնացողների հետ բաժին ունեցար, քու բերանդ չարության տվիր, ու քո լեզուտ նենգություն կհնարե, կնստես եղբորը դեմք խոսես, եսի հոգևոր եղբայրն է, մորդ որդին մարմնավոր հարազատներն են, մորդ որդիներին կչարախոսես, կդատես, կբամբասես, ամոտ քեզ, չես կարում այդ մորդ որդիներին կարոս տաս, որ իրանք մերեն սիրեն ուրիշներին, քեզնից ինչ տենում են, էթում են ու անում են, իրանք էլ են դատում բամբասում չարան, կարոզա, որ մերեն սիրեն, անխելք, դու ես ասո դեսպանը, ոչ թե սատանի դեսպան ես, հնենց ես ծանում էթում են քեզնից բետար են ատում ու դատում բամբասում, սա ներեք, դու դրանցից լավը չեք, եթե այդքան դևեր կան ձեր մեջը լսվեն, դու տուց իվանդ կդառնանք, կնստես եղբորը դեմ կխոսես,
մորդ որդի դեմ չարախոսություն կնես։ Այս բաները հրիր ու ես լռեցի, կարծեցիր ես բոլորովին քեզի կնմանիմ։ Բայց քեզի պիտի հանդիմանեմ։ Ժողովուրդ 8:11-ն ինչ ասում։ Ասում է, եթե չար գործերի պատիժ Աստված շուտով չի տալիս։ Դրա համար մարդկանց որդիների սրտերը համարձակվում են չարությունն անելու չսխճալ, բայց մի օր մեջտեղից պատռումը մի անգամից մեռնում է։ Վայ Աստված էս ինչ էլա, վերջում են ֆռում են ասում Աստված էս ինչ արի։ Դու այ անխել գետի Աստուն տարիներով թողած սրբապիղծ այլանդակ այլ Աստված ինչ գործ ունի դրա հետ։ Է շատ էլ հավատացյալի անունը մտես մոցևերին, 10 տարի առաջ հավատացյալ այլ է։ Բայց վերջի 2 կամ մի տարվա գործերը դու տեսել ես իր մոտ հավատացյալի նշույլ։ Բա Աստված ինչ կապ ունի այդ չար գործի հետ։ 10 տարի առաջ անունը կարևորը չէ, ոչ թե սկիզբն, ապա վերջն է կարևորը։ Վերջի մի տարում ինչ այլասերված կյանքով էր ապրում։ Տեղյակ ես։ Ինչքան հայոյես Տիրոջը, տեղյակ ես։ Հայոյանք բերես Տիրոջ անունին։ Այս բաները լիցիր ու ես լռեցի, կարծեցիր, թե քեզի կնմանին, քեզի սիրում եմ, բայց քեզի պիտի հանդիմանեմ ու աչքերուդ առջև պիտի շարեմ քու արածներդ ու պատիժդ էլ տալու եմ։ Արտիմացեք ասիկով դուք Աստծուն մորցող հավատացյալներ, անունով կենթանի գործերով մեռած դիակ սարդիկեցիներ, ոչ թե Ֆիլադելֆիայի գնդի զորավոր զինվորներ, սուրբ անարատ զինվորներ։ Սա վերաբերում է Սարդիկեին ու Լավոդիկեին։ Արտիմացեք ասիկով դուք Աստծուն մորցողներ, չելա որ ձեզ պատրեմ ու ազատողը չգտնվի։ Սա դուք քո գործերը ցույց հավատքը տուր օրած գործերի սուրբ զոհաբերող։ Ես իմ հավատքս դնեմ կշերքին իր սուրբ զոհաբերող գործերով։ Աբրահամն Աստծուն հավատաց ու իր գործը դրեց նժարին։ Ռախաբ պոռնիկն Աստծուն հավատաց ու կյանքը դրեց նժարին ամենաթանկը։ Բա դու ինչ ես դրել նժարին, ոչ մի բան, ոչ փոր, ոչ փող, ոչ փառք։ Ամեն ինչ դել ունես ու դու մար կռիվ ես տալու։ Բա դու ուզում ես Աստծուն տեսնես։ Բա դու ուզում ես Աստված քեզ բուժի։ Բա դու ուզում ես Աստված քո տուն տեղը օրհնի։ Չես տենա խոնարհվի պարտությունիցդ։ Փշրվի ամենաստորի տեղը քեզ դի։ Դու ասա Տեր ինչ արել ես, այս կեղտս արժանի չէ դրան, հպարտ մեռնում եմ ես, փառքի մեռած, փողի մեռած, կրքերի գերի, այլանդակ, փառեր չկա մեր նկարագիրը տալու, ինչքան տանք մեր 10%-ը չենք տա նկարագիրը, եւ բարեր չկա Հիսուսի սերն ու սրբությունը նկարագրելու, թե ինչ արավ մեր նման տականքների, պիղծերի համար։ Ու մենք ինչ ենք անում Հիսուսի համար։ Շնորհակալ էլ ասում որ քո մասին մտածում եմ, պետք է գիրքդ կարդամ նոր հավատա։ Դու այ անուղեղ, այ անկիրթ, դու կարդում ես որ մեղքերդ լվաս, դու կարդում ես որ սնվես մեծնաս։ Ես դմերնի Հիսուս մանուկը մեծանա, որ այդ սրբությունը քեզ նվերի։ Անմիտի մար ես կարդում, ես իմը մար եմ կարդում։ Մեկ էլ ցերը մար որ սնեմ ձեզի, բայց դու միայն քո մար ես կարդում։ Հələ դու քեզ չես կարում սնես, ոնց են մանուկին կարաս սնես։ Մարմնավոր հավատացյալը Անդրեյ Մյուրինի ձևա բացատրում, ասում է ոնց են կասկարում մարմնավորը։ Մանուկը չի կարում իրեն սնի, կերակրի։ Մանուկը չի կարում ուրիշին կերակրի։ Վերջ։ Դու քեզ չես սնում, բնականաբար քո ջուրը չկա որ ուրիշին էլ ջրի աղբյուր դարձած կերակրի։ Քո միջի ջուրը այնքան պետք է լսվի դու մեծանաս, որ քեզանից կյանքի գետի ջրեր բխեն, ուրիշները խմեն ու հագենան, ամեն, եւ նույն ձևի դու նրանց սնես։ Ուրեմն եթե դու չես սնվում, դու մեռած դիակ ես, դժոխքի դատապարտված, դժոխքի գազելի մեջ ես, արտնացի գնա ջրին։ Ընձի չի հետաքրքրում ոնց քնիցդ կկրճատես, այցելությունից կկրճատես, չի հետաքրքրում։ Բայց կարդա իրիկուն չես կարդացի առավոտ կարդա, առավոտ չես կարդացի կեսօրին կարդա, կեսօրին չես կարդացի նորից իրիկունը կարդա։ Ինչու եք ձեր ցելը դրե մանուկի կաթի շշի վրեն։ Դու ուրիշ բան բորշդ միկե, որ գրամոլ, խինգ կտորմիս կլցես թշերը դու կողցես, չես էլ մորսի ենքան կուտես։ Մի կտոր եք է, որ գրամոլ։ Անպայման պետք է ենքան ուտես գիրքը վեկալես քնես գրքի վրեն։ Փորձ եկել է։
Չայ ու պեչենիով գրմռոցը կդրում այսպես գիրք ես կորտում։ Մի կեսաման ճոշկ է, բան չեմ ասի։ Անկամ ացեպոնիր կանաչը լապլոդնիկ է։ Գրքի երեկոյան ժամին հատկապես։ Հենա ժամերի լա քունը տարում։ Գրքի վրեն քնում ես անգամ կողնած քայլելով քնում ընկնում են։ Ուրեմն դու հələ որ կրամոլ փորդ, փորիդ գիրքը Հիսուսի սնելուց կարևոր է համար։ Ու դոսմես դերքը կսիրեմ։ Պետրոս, եթե մենակ լսում եք այդ քարոզը, կամ կորթում եք, այս բոլոր բաներից ինչ շատ կսիրես։ Նորից եմ ասում առավոտյան կանուխ է լես աչքերը տումն ես տվե, լեզու տումն ես տվե, միտքը տումն ես տվե, ակաժները տումն ես տվե, աշխարին դետ ես աշխարիկ ես։ Երարավոտյան կանուխ նրա դրանդիների մոտ սպասի, հաղոտ կարա, կարթա, լեցվի, արի պաշտամուն կետորըտ գնաց, են որ պայջոմ նլում են գրրալով կիշտեն կոքևոր դաշտերի վրա։ Հե որ դու առավոտյան երիր ես, ու ատամներ ծրատ կնգատ էտ կռիվ ես անում, կամ կինո այլի ես, սկռիվ են մոնկալում։ Փոխանակ, ասեն հարի ինչորոն խաղեմ, հարի մատ աղոտ կոնենք, որ կռիվ չնգնի խաղություններս երկսել օպսոսա։ Բամբասանքին ես տվե, եղբորն ես դատում, նոխանձում, միատ շոր առավ, միատ ովտո առավ, միատ տուն առավ, դու էլ որտեղից օքևորել ես։ Դու իշքան դատ ես ընձի ես ինքան օրտնվում եմ, Հովսեփին դատին ու նոխանձին ու բամբասին, ինչ է լավ։ Սիրուն ասանեցին տիրացավ, սիրուն երեխեք տունեցավ, փարավոնի ամեն ինչ դրվավ Հովսեփի ոտքերի տակ, ով դրեց Հովսեփը։ Հովսեփի Եհովա Աստվածը, որ ասավ, դա մեղքը իմ Եհովա Աստծո առաջին պետապրեսի պորնիկին։ Բայց պետապրեսը քիչ բան չուներ, մատ Հովսեփին տեսեք վարդից երեք է ու ինչ էր, տեսեք պետապրեսը Փարավոնից երկրորդ մարդ էր ամայր։ Ինչ չուներ պետապրեսը։ Սավայ հարիվ կոպիտ ասած, անխելք, տիրացի ինձի ու բոլոր վայելտները քեզ։ Ասավ էդ մենը իմնա, ես վայելում եմ բացի քեզնից։ Մատես դեպքերել է, իրականից էդ անարակինը բացում է մեքենայի բարդաչուկ, ասում է թե բուրում եմ դրեք ու տես աղբերս ճանապարհին։ Հետում են ինչ անում, բանի տեղ չդնում։ Ոսկոյնում ասում ես ես սոված եմ, բացում է որուտա տենում մեխուրց խոտա, պատուկ դրուկ։ Հասկանում եք, այդ անարակ լղտիները, որ դու չես գնում իրանց գայթակղության, քեշի տեղ են դնում։ Թո դնեն, մենք Հիսուսի տեկի խոնարեշտ ենք, բանտ խարաբ ենք այդ տեղից, չաշխատում, ոչ մի մեր ուղեղի մեջը տես ծալքեր։ Թո խոտ դնեն, դարման դնեն, կարևորը Հովսեփը չգնա պղտության, ասավ դա մեղք է իմ Տեր Աստծո առաջին, չեմ անի։ Գնաց դադվելու, գնաց բանտարկության, անգամ ասում էր պետապրես թալ թո շներ նոշոտ են այդ անխելքին, որ չունի տենց զգասմունք։ Հասկանում եք, և տեսեք արդ իմացեք, հասիկա, ով դուք Աստծուն մորցողներ, չլա որ ձեզ պատառեմ ու ազատող չգտնվի, մեջտեղից պատռելու է քեզ։ Շնորհակալություն մատուցանողը զիսկը փառավոր է, և իր ճամփունը զգուշություն ընողին պիտի ցուցնեմ Աստծոյ փրկությունը, ամեն։ Ուրեմն Աստծո ժողովուրդ, իրականից մեր պաշտամունքը, մեր պատգամը հասավ ավարտին։ Խոսքը քարոզեցեք, խոսքը կատարեցեք, միայն մի քարոզեցեք, միայն մի կարդացեք ինքսիկնիդ խափելով, այդ խոսքը մեզ կդատի, ոչ թե կփրկի։ Կարդացած և չպահած խոսքը քեզ ավելի քո խշմտանքը ծակում է ու քեզ դատապարտում է, քան թե փրկում է, ամեն։ Դրա համար ավելի լավ է չկարդալ, քավլիցի սխալը չկարդալը, բայց կարդալ չպահել ավելի մեծ դադաստանի է տանում։ Կանգնենք աղոթքի, թե այս հորդորական պատգամը, այս նոր տարիով մեր շատ քուր եղբայրների աչքերը բացի, շատ քուր եղբայրների բթացած լսելիքները բացի, ամեն, լսեն, արթնանան և պղծված Սարդիկեից զատվեն ու Ֆիլադելֆիայի խիստ սուրբ անարատ հոտին միանան, ասում են խիստ է, սուրբ է, խիստ չի։ Մարմնավոր հավատացյալն ասում է խիստ է ատոր խոսքերը, հոգևոր հավատացյալն ասում է սուրբ է ատոր խոսքերը ու եկեղեցին, ամեն։ Փառավորվի Քրիստոսը, փառք քեզ սքանչելի Հայր, փառք քեզ գովելի Տեր, փառք քեզ երկինք ու երկիր արարող ամենակարողը զորիմ Տերս, անունդ փառավորվի, անունդ մեծարվի, անունդ պաշտվի ով մեծնզոր Տեր,
այս օրտյալ պատգամի համար, որ մենք միայն խոսքը կարդացողներ չլանք, հապա կատարողներ, որովհետև եթե կատարող չլանք կնմանենք այն մրոտ երես ունեցող մարդին, որ հայելի մեջ նայում է իր բնական մրոտ կեղտոտ երեսը, հավանություն է տալիս, որ պիտի մաքրվի, բայց թողում ու գնում է լոգարան չի մտնում, չի տանջվում, չի մաքրում, որպիսի գայթակղության պատճառ չլա, ոչ էթանոստերին, ոչ հրյաներին, ոչ էլ Աստծո ժողովրդին։ Դու ասեցիր Տեր իմ Աստված, այնպես ապրեք, որ էթանոստերը ձեր պատճառով չհայոյեն իմ անունը, ապա ձեզանով ես փառավորվեմ եւ ինչ ունեմ կփռեմ ձեր ոտքերի տակ, որպիսի ձեզնով ես փառավորվեմ։ Փառք քեզի սքանչելի Հայր, փառավորում ենք անունդ Սուրբ մեծնզոր Տեր, Որդուդ Հիսուսի անունով, ամեն։